Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը շարունակում է իր կտրուկ շրջադարձերով պահել հեռուստադիտողին լարվածության մեջ։ Սերիալները գնալով ավելի են հագենում զգացմունքներով, թաքնված ճշմարտություններով ու այնպիսի հանդիպումներով, որոնք ստիպում են սրտերը բաբախել։ Այս անգամ ամենակարևոր տեսարանը տեղի ունեցավ հենց Աննայի աշխատասենյակում, երբ Սոսը եկավ այնտեղ։ Տարիների բաժանումից հետո այն պահը, երբ նրանք կանգնեցին դեմ առ դեմ, էլ չէր կարող չփոխել ամեն ինչ։ Անգելինան Աննայի աշխատասենյակում էր, որտեղ խոսում էին իր ու Հենրիի հարաբերությունների մասին։ Բնականաբար Աննան շատ լավ հասկանում է, որ Հենրին ու Անգելինան չեն կարող իրար հետ լինել, իհարկե ըստ Միքայելի ճշմարտության։ Երբ Սոսը ներս մտավ, նրա աչքերի մեջ կար սպասում, կասկածում և նույն ժամանակ ցավոտ կարոտ։ Աննան վախեցած, հուզված ու թույլ ի վերջո չդիմացավ ու սկսեց վատ զգալ։ Նրա ձեռքերը սկսեցին լողալ, իսկ շնչառությունը արագանալ։ Սոսը, չնայած ներսում կուտակված զայրույթին ու անորոշությանը, վայրկյաններում հասկացավ, որ դիմացը կանգնած է մի կին, ում հոգին այնքան վերք ունի, որքան իրենը։ Եվ հենց այդ պահին, կարծես ուժ գտնելով այդ ցավից, արտասանեց. նա փոխեց ամեն ինչ։ Նա ասաց, որ տարիներ առաջ կորցրել է երեխային ու գիտի ինչ է երեխա կորցնելու ցավը։ Այս ամենը Սոսի համար մեծ հարված է լինում։ Ես գիտեմ ինչ է նշանակում երեխա կորցնել, որովհետև տարիներ առաջ արդեն զգացել եմ այդ ցավը, ասաց Աննան։ Սոսը մինչև հիմա չգիտեր, որ Աննան իր սրտի տակ կրել է Սոսի երեխային։ Սոսի աչքերը լայնացան։ Նա կանգ առավ։ Լռություն էր, որը շատ ավելի ուժեղ էր, քան հազարավոր խոսքեր։ Սոսի մտքում սկսեց աշխատել ամեն մանրուք։ Եթե Աննան երեխա է կորցրել տարիներ առաջ, այդ ժամանակը ճիշտ համընկնում է իրենց բաժանման հետ։ Իսկ եթե կորցրած երեխան իրենց երեխան է եղել, նրա ու Աննայի համատեղ զավակը, հնարավոր է, որ Աննան այդ ամբողջ տարիների ընթացքում միայնակ է կրել այս ծանր բեռը։ Հավանաբար հենց այսօր Աննան Սոսին ասելու է, որ իր սրտի տակ Սոսի երեխային է կրել։ Ես կարծում էի մեր ապագան մոռացված է, բայց այդ ցավը երբեք ինձ չլքեց, ասելու է Աննան։ Սոսը քարանալու է։ Նրա մեջ ամեն ինչ փուլ է գալու, կասկածներն, անցյալի վախերը, բոլոր, ամեն ինչ։ Նա հասկանում է, որ Աննան ոչ միայն չի դավաճանել իրեն, այլ եղել է զոհը, այս խաղի ամենախղճալի ու ամենաքաջ զինվորը։ Այս ամենի ֆոնին դեռ ամեն ինչ կորած չէ, Անգելինան նրանց կողքին է։ Իսկական ընտանիք՝ հայրը, մայրը և իրենց գեղեցկուհի դուստրը։ Անգելինան, ով առայժմ ոչինչ չգիտի իր իրական ծագման մասին, սկսում է զգալ անհասկանալի կապվածություն Սոսի նկատմամբ։ Սոսին հանդիպելու առաջին իսկ պահից Անգելինայի մեջ ինչ-որ բան փոխվում է։ Սովորական հետաքրքրությունը կամ բարեհաճ վերաբերմունքը վերածվում է տաք, խորը համակրանքի։ Նրա աչքերում, երբ նայում է Սոսին, կան ծանոթություն, հարգանք, հուզմունք, բայց ինքը չի կարող բացատրել ինչու։ Եվ սա պատահական չէ, քանի որ արյունը խոսում է իր լեզվով։ Եվ առանց իմանալու, Անգելինան մոտենալու է սեփական հորը, իսկ Սոսը իր դստերը։ Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվում։ Միքայելը զգում է, որ իր կառուցած ստերի աշտարակն օր-օրի փլվում է, նրա վախը օրեցօր մեծանում է։ Նա հասկանում է, որ եթե ճշմարտությունը բացահայտվի, ապա կկորցնի ամեն ինչ՝ Աննային, Անգելինային, անգամ ինքն իրեն։ Սոսը, որն արդեն իսկ գիտի Աննան կորցրել է իրենց երեխային, սկսում է ամեն ինչ անել, որ հասկանա, իսկ եթե այդ երեխան չի մահացել, այլ պարզապես հեռացրել են մորից, իսկ եթե հենց Անգելինան է իրենց դուստրը, ամեն ինչ նոր հարթություն է տեղափոխվում։ Ամեն կերպար սկսում է իր ներքին պայքարը սիրո, խղճի, տառապանքի և պատասխանատվության միջև։ Եվ հեռուստադիտողը սպասում է ոչ միայն պատասխանների, այլև այն անկյունադարձ պահերին, որոնք կփոխեն ողջ պատմության ընթացքը, որովհետև Վերջին զանգն այլևս պարզապես սերիալ չէ, դա մարտահրավեր է ճշմարտությանը, խղճին ու սիրո հաղթանակին։ Մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի կարողանանք միասին բացահայտել այն իրադարձությունները, որոնք սպասվում են առաջիկա օրերին։ Նշենք, առաջիկա օրերին հետաքրքիր անակնկալներ են սպասվում հեռուստադիտողների համար։ Շատ շուտով պարզվելու է, որ Միքայելն ու
Անգելինան որևէ արյունակցական կապ չունեն, չնայած նրան, որ Հենդոն կաշառեց բժշկին ու բժիշկը փոխեց ողջ անալիզների պատասխանները։ Նրանք մի օր պատասխան են տալու այս ամենի համար, ինչ հիմա ապրում են Անգելինան ու Հենրին։ Այս ամենը հենց այնպես չի կորելու, եւ շատ շուտով բոլորը կանգնելու են պատասխան տալու դարպասների առաջ։ Առաջին հերթին Միքայելը, այնուհետև Հենդոն, ինչու ոչ նաև Լիլիթը, քանի որ Լիլիթի որդին Արամն արդեն մեղադրում է մորը եւ չի հասկանում, թե ինչ ընտանիքում է մեծացել։ Մինչև այժմ նա կարծում էր, որ ամենաիդեալական ընտանիքն ունի, բայց հիմա ամեն ինչ կարծեք փոխվում է։ Հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թողեք առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։ Գրեք նաև, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։